Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածում մենք խոսեցինք մանկական հոգեբանի հետ, հոգեկան առողջության մասին, հիմա ժամանակն է խոսելու մի թեմայից, որը վերաբերում է բոլորիս ֆիզիկական առողջությանը, եւ թեման այսօրվա մեր պարազիտներն են եւ առհասարակ ինչպիսի տարածվածություն ունեն մեզ մոտ Հայաստանում նմանատիպ խնդիրները կիմանանք մասնագետից։ Այսօրվա մեր հյուրն է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Մարիամ Հակոբյանը։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Եկեք զրուցենք ինչ են հելմինթոզները եւ որոնք են ամենատարածված հելմինտները։ Եկեք նախ այս բառը մի քիչ բացենք, որպեսզի բոլորիս համար էլ հասկանալի լինի եւ զրուցենք այս թեմայով։ Հելմինթոզները դրանք նույն մակաբույծ ворթերն են եւ հելմինթոզները մակաբույծ ворթերի միջոցով առաջացող հիվանդություններն են։ Ընդհանուր անվանումն է դա նրանց։ Դրանք շատ տարածված են ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, բայց կան ավելի շատ տարածված տեսակներ, որոնք մեր երկրում ավելի մեծ տեղ ունեն։ Դրանք են ասկարիդը, լեամբլիան, սրատուտը եւ այլ տեսակներ, բայց առավել հաճախ դրանք են հիմնականում հանդիպում մեր երկրում ու առավել շատ թիրախային խմբում երեխաներն են հանդիսանում։ Ինչպես են տարածվում այս ճիճուները մարդկանց օրգանիզմում։ Տեսեք, ըստ կենսական ցիկլի մենք տարբերում ենք բիոհերմինտներ եւ գեոհերմինտներ։ Մի քիչ բացատրեմ, գեոհերմինտներ հասկացությունը նշանակում է, որ նրանց զարգացման մի փուլը ընթանում է հողում։ Այսինքն այստեղից հետևություն, որ հողը կարող է լինել հողով աղտոտված զնդամթերք, բանջարեղենը, մրգերը կարող են լինել վարակման աղբյուր։ Իսկ մյուս տարբերակը բիոհերմինտները զարգացման երկու փուլ են անցնում, երկու կենդանի օրգանիզմների, օրինակ մեկը շան օրգանիզմում, մյուսը մարդու օրգանիզմում։ Այստեղից էլ հետևություն, որ վարակման աղբյուր օրինակ կարող են լինել կենդանիները, օրինակ շները, շների հետ շփումը։ Այսպես փոխանցումը կարող է լինել ոչ լավ լվացված մրգերի, բանջարեղենի, կենդանիների, ոչ լավ սանիտարահիգիենիկ միջավայրի, ջրի աղտոտվածության պատճառով։ Դրանք էլ մեր բոլոր փոխանցման տարբերակներն են։ Շատ լավ։ Իսկ ինչ նշաններ կարող են վկայել ճիճուների առկայության մասին եւ որոնք են հիմնական կլինիկական դրսևորումները։ Տեսեք, նշանները, որոնք կարող են խոսել ճիճվագրության մասին, ոչ այնքան սպეციფիկ են։ Օրինակ, սրտխառնոց, որովայնացավեր, ախորժակի վատացում, քաշի կորուստ, աճի ոչ նորմալ զարգացում, բայց կան որոշակի սպეციფիկ գանգատներ, օրինակ սրատուտի դեպքում հետանցքի շրջանի քոր, որ հենց երեխան կամ մեծահասակը նշում են, դա արդեն ազդանշան է բժշկի եւ ծնողի համար, որ պետք է մտածել սրատուտի մասին, իսկ մնացած նշանները ոչ այնքան սպეციფիկ նշաններ են։ Հետևաբար այդ նշանների լինելու դեպքում պետք չէ, պարտադիր չէ առաջնահերթ մտածել ճիճվագրության մասին, որովհետև ոչ սպეციფիկ նշաններ կարող են լինել նաև այլ հիվանդությունների դեպքում։ Առհասարակ պետք է միշտ գնալու հետազոտվել, որպեսզի կանխարգելումը ամենալավ բուժման տարբերակներից մեկն է։ Բայց ինչ մեթոդներով կարող են բժիշկները հասկանալ, մասնագետները հիշեցնենք ևս մեկ անգամ, որ տվյալ անձի մոտ կան ճիճուներ։ Տեսեք, մեթոդները սպეციფիկ են եւ նախ առաջնահերթ պետք է մարդու մոտ լինեն գանգատներ, պետք է շղթվեն որոշակի հիվանդություններ եւ արդեն ճիճվագրության կասկածի դեպքում ունենք հետազոտման սպეციფիկ մեթոդներ։ Այստեղ ուզում եմ նշել, որ ժողովրդի մոտ կա կարծրատիպ եւ շատ տարածված է արյան միջոցով ճիճվագրության ախտորոշումը, որը սպеციფիկ չէ, ոսկե ստանդարտ չհամարվում եւ ոսկե ստանդարտ եւ սպეციფիկ այդ ախտորոշման մեթոդ համարվում է կղանքի միջոցով հետազոտությունը։ Կղանքում հայտնաբերվում են հստակ տվյալ հելմինտների միկրոմակաբույծների ձվիկները կամ հենց իրենք ու դրվում է ախտորոշում։ Այստեղ ուզում եմ նշել, որ մեր կենտրոնում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կատարվում են տվյալ բոլոր հետազոտությունները եւ բոլոր ստանդարտներին համապատասխան եւ բոլոր հետազոտություններն անցած աշխարհի բոլոր չափանիշներին համապատասխանող հետազոտությունների միջոցով դրվում է ախտորոշումը։ Իսկ արյան միջոցով մենք պարզապես կարող ենք իմանալ տվյալ վարակով, տվյալ մակաբույծով, կյանքի ընթացքում տվյալ անձը վարակվել է տվյալ ճիճվով, թե ոչ։ Այսինքն այդ պահի դրությամբ դա ոչ մի ինֆորմատիվ մեթոդ չի համարվում։ Քանի որ մենք հայ ենք եւ մեր իրականությունում դա այդպես է, ինչ խոսք, հետաքրքիր է
կարելի է զբաղվել ինքնաբուժությամբ ու օրինակ Ինչը շատ հաճախ անում են։ Այո, ինքնուրույն օրինակ դեղորայք նշանակել եւ օգտագործել այդ դեղորայքը։ Ինքնուրույն դեղորայք ընդունել ցանկալի չէ, անգամ վնասակար չի կարելի։ Ինքնուրույն ասվածը տեղատան աշխատողի խորհրդով, հարևանի, տատիկի, չգիտեմ, խորհրդով չի կարելի, որովհետև ցանկացած պարազիտ ունի իր սպეციფიկ դրված բուժումը եւ բուժման սխեման ու տևողությունը։ Հետևաբար դնել եւ ստանդարտ բոլոր ճիճուների համար նույն դեղորայքը օգտագործել նույն սխեմայով հաստատ արդյունք չեն ունենալու։ Դրա համար ցանկալի է դիմել մասնագետի, ստանալ պատշաճ ախտորոշում եւ բուժում։ Նախ հասկանալ, թե ինչ խնդիր կա, արդյոք պետք է պայքարել ճիճվագրության դեմ, թե ոչ, հետո նոր հասկանալ, որ մեթոդով։ Բայց քանի որ խոսեցինք ինքնաբուժության մասին, նաև խոսենք տնային բուժումների մասին, որովհետև մենք շատ հաճախ լսում ենք, հիմա դուք էլ կասեք, դա միֆ է թե իրականություն, որ կարելի է տան պայմաններում օրինակ դդմիկ օրիզ օգտագործել եւ ազատվել ճիճվագրությունից, անկախ նրանից, թե ինչ է տվյալ երեխայի կամ մեծահասակի մոտ։ Արդյոք ազդում են տնային այս մեթոդները։ Դդմիկ օրիզը լավագույն մեթոդ նշեցիք, դա դդմիկ օրիզները առհասարակ շատ օգտակար են, բայց դա միֆ է, որ օգնում է ճիճվագրությունից ազատվելու համար։ Գոյություն ունեն նաև ժողովրդական այլ մեթոդներ, բազմիցս լսել եմ սխտորով հոգնաներ, մաքրող հոգնաներ եւ այլն, որ մարդիկ օգտագործում են ճիճվագրությունից ազատվելու համար, սակայն դրանք ոչ միայն արդյունավետ չեն, այլ կարող են նաև վնաս հասցնել օրգանիզմին, հետեւաբար այդ ամենը միֆ է։ Հաստատ միֆ է։ Հիմեք մասնագետի։ Իսկ ինչպես կանխել ճիճիները վարակելու ռիսկերը։ Կանխենք հիգիենան պահպանելով։ Առաջնահերթ օրինակ օգտագործենք լավ լվացված մթերք, բանջարեղենը մրգերը հողով աղտոտվածության դեպքում լինեն լավ լվացված։ Խուսափենք վատ ջերմային մշակված մսամթերքից, քանի որ մսամթերքից, կենդանիներից նույնպես կարող են փոխանցվել շատ սրատոններ։ Բացի այդ, ընտանիքում արկա լինելու դեպքում, եթե որևէ անդամ վարակված է հելմինթով, կան որոշակի տեսակներ, որոնք պահանջում են նաև ընտանիքի անդամների բուժում եւ ընտանիքի տվյալ վարակված անդամի հանդեպ որոշակի հիգիենիկ կանոն Դրանք են հաճախակի լոգանքներ, ներքնազգեստի հաճախակի փոփոխություններ եւ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, որպեսզի տվյալ հենց անդամից մնացած անդամները եւս չվարակվեն։ Բայց դա էլի մասնագետին դիմելուց հետո, որովհետեւ ոչ բոլոր հելմինթոզների ժամանակ է, որ պարտադիր բոլոր տան անդամները պետք է ստանան դեղորայքային բուժօգնություն։ Արդյոք օգտագործելով խոսենք նաև այն խնդրի մասին, որը կարող է առաջանալ, եթե ժամանակին չհայտնաբերվեն եւ սխալ բուժում տալ ճիճվագրության դեպքում, ինչ բարդություններ կարող են առաջանալ մարդու օրգանիզմում։ Բարդությունները բազմաթիվ են, բայց եկեք նշեմ դրանցից առավել տարածվածները կարող են լինել նյութափոխանակության խանգարումներ, հիպովիտամինոզներ, քանի որ հելմինթները սնվում են մեր օրգանիզմի վիտամիններով, սննդանյութերով եւ դրա արդյունքում օրգանիզմում աճը դանդաղում է եւ հատկապես երեխաների մոտ կարող է գնալ աճի դանդաղում, ֆիզիկական աճի, հոգեկան աճի դանդաղում։ Կարող է լինել անեմիա, սակավարյունություն, այսինքն օգտագործելով կարմիր գնդիկները մերարյան կարող է առաջանալ անեմիա։ Մեխանիկական ազդեցություն կարող են ունենալ, խցանվել եւ աղիքային անանցանելիություններ առաջացնել, փորացավեր, փորկապություններ եւ այլն նմանատիպ այլ բարդություններ կարող են առաջացնել։ Իսկ ամենատարածվածը Հայաստանում ո՞րն է, ասեք, թե այդպիսի ուղղակի չափից չկա։ Ну, նմանատիպ տվյալներ երևի չունենք, բայց ես օրինակ շատ եմ լսել խոզի երիզորտի մասին, Չէ, ավելի շատ նշենք երևի սրատուտի մասին, քանի որ նախադպրոցական եւ դպրոցական հասակի երեխաների շրջանում հիգիենիկ կանոնները մանկապարտեզներում, նախակրթարաններում դժվար է վերահսկել։ Դրանք ավելի տարածված են լինում, քան խոզի կամ եզան երիզորտը, քանի որ դրանք ավելի շատ մեծահասակների եւ հում մսի միջոցով են փոխանցվում։ Այդպես։
Հետազոտությունների եւ բուժման մասին խոսելով, ինչպես մարդիկ, բացի նրանից, որ գուցե չունեն այն ձեր նշած ախտանիշները, որ պետք է հստակ գնալ բժշկի եւ հասկանալ հենց ճիճվագրություն է թե չէ, ամեն դեպքում գուցե մեր հաղորդաշարը դիտելուց հետո կորոշեն հետազոտվել եւս մեկ անգամ։ Ինչ պետք է անել եւ տարին քանի անգամ կարելի է հետազոտվել, որպեսզի խուսափեն ճիճվագրությունից։ Եթե կան հստակ գանգատներ, ապա կարելի է հետազոտվել, բայց հետազոտության ճիշտ մեթոդ ընտրել, ինչպես նշեցի, կղանքի քննություն հելմինթների վերաբերյալ, իսկ սպეციფიկ ինչ-որ պրոֆիլակտիկ հետազոտություններ, բուժումներ խորհուրդ չի տրվում։ Օրինակ, եթե ծնողը որոշել է, որ իր երեխան լավ չի աճում կամ անհանգիստ է քնում, քնած ժամանակ ատամները կրճտացնում է, ինչպես շատ տարածված է, եւ որոշել է, որ առանց հետազոտության, առանց մասնագետին դիմելու պետք է երեխային ճիճվատ հափանի, տարվա մեջ 2 անգամ պրոֆիլակտիկ մեթոդով, ապա շտապ եմ նշել, որ պետք չէ, սխալ է այդ մոտեցումը, քանի որ եթե չունենք ճիճու հաստատված հետազոտությամբ, ցանկալի չէ պրոֆիլակտիկ դիմել ճիճվատ հափության։ Ինչն ենք ճիճվատ հափանում, եթե չունենք ճիճու։ Առողջ օրգանիզմ, երբեմն նույնիսկ վնասում ենք այս դեպքում։ Քանի որ դեղորայքը նույնպես, եթե անտեղի է օգտագործվում, ունի իր կողմնակի ազդեցությունները մեր օրգանիզմի վրա։ Վախենալու թեմայից ենք խոսում։ Բայց իհարկե նմանատիպ թեմաները պետք է բարձրաձայնել, որպեսզի եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին նախ ուղղորդենք, թե ինչպես կարող են պայքարել այս ամենի դեմ, եթե կան խնդիրներ, եթե չկան, իհարկե դա հիանալի է, բայց անգամ փոքր գանգատ ունենալու դեպքում կարելի է դիմել մասնագետի, հասկանալ, որ չկա նման բան կամ բուժել արդեն մասնագետի օգնությամբ սխալ դեղորայք եւ խորհուրդ տրված տնական մեթոդներ ամեն դեպքում ճիշտ չէ կիրառել, իսկ բժիշկները միշտ փորձում են պահպանել մեր առողջությունը եւ վերջապես խոսենք նաեւ ամբողջ մեր հասարակական առողջության մասին, որն իհարկե յուրաքանչյուր մեկ մարդու առողջություն այս դեպքում շատ կարեւոր է։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ լսելով երաժշտություն։